Այսօր կխոսենք շրջանառու միջոցների, շրջանառու կապիտալի կառավարման մասին։ Վտանգ կա, որ ընկերությունը կարող է կանգնել վճարունակության խնդիրների առաջ։ Ցուցադրությունը դեռ շարունակում եք, ձեզ Amazon-ը խիստ պատժամիջոցների կենթարկի, ինքնուք միջև ձեր հաշիվը, ձեր account-ը փակելը, պատկերացնում եք, չէ՞, ծախսի հաշվել չի լինի։ Դա անհրաժեշտ է, չկա բիզնես, որը ապառիկ վաճառք չի անում։ Խնդիրներ կա, որոնք ֆինանսիստները պետք է կարողանան լուծել, որոնք բիզնեսի տերերը կարող են ֆինանսիստներից պահանջել, որ նրանք այդ խնդիրները այդ տեսանկյունից քննարկեն, կարող է ընդհանուր բիզնեսի փակվելու խնդիր հանդիսանա։ Բարի գալուստ մեր YouTube-յան ալիք, այսօր մենք նոր վիդեոշարք ենք սկսում, կրթական ֆորմատի։ Իհարկե մի մոռացեք հետևել նաև մեր ոդկասթներին, աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ, բայց այսօր մի նոր տեղեկատվություն ձեզ կտրամադրենք, խոսքը ֆինանսական կառավարման նրբությունների մասին է։ Այս նյութը ձեզ օգնի էֆեկտիվ կառավարել ձեր ֆինանսական միջոցները, ինչպես նաև եթե ցանկանում եք մասնակցել հաշվապանների որակավորման քննություններին, այդ քննությունները հանձնելու ժամանակ բավական օգտակար կլինի։ Այսօր կխոսենք շրջանառու միջոցների, շրջանառու կապիտալի կառավարման մասին, այդտեղ երկու խնդիր կա, դրանց էֆեկտիվ կառավարումը, արդյունավետ կառավարումը ենթադրում է ծախսերի մինիմալացում, բայց այդտեղ վտանգ կա, որ ընկերությունը կարող է կանգնել վճարունակության խնդիրների առաջ եւ ֆինանսական կառավարչների խնդիրը կայանում է բալանսավորված որոշումներ կայացնելու մեջ, որպեսզի մինիմալացնեն շրջանառու միջոցների կառավարման ծախսերը, միաժամանակ մաքսիմալի պահելով վճարունակության մակարդակը։ Որոնք են շրջանառու միջոցները կամ շրջանառու կապիտալի էլեմենտները։ Դրանք կարճաժամկետ ակտիվներն են եւ պարտավորություններն են, այսինքն պաշարների տակ ինչ ենք հասկանում։ Խանութում առկա ապրանքներ, որոնք նախատեսված են վաճառքի համար, արտադրությունը, անավարտ արտադրանքը, դրանք ամբողջը պաշարներ են ֆինանսական լեզվով ասված։ Դեբիտորական պարտքերը դա այն գումարներն, որոնք ձեզ պարտք են ձեր գնորդները, եւ կրեդիտորները սա այն գումարն է, որը դուք պետք է վճարեք ձեր մատակարարներին։ Այժմ քննարկենք պաշարների կառավարումը։ Պաշարների կառավարումը երկու խնդիր ունի։ Երբ որ օրինակ մենք շատ պաշար պատվիրենք, կստանանք օրինակ զեղչեր, կստանանք ավելի էժանգին, պատվիրելու, տեղափոխելու ծախսերը կկրճատվեն, բայց այդտեղ ուրիշ ծախս կառաջանա, կավելանան պահպանման ծախսերը։ Եվ հակառակը, եթե մենք անընդհատ քիչ-քիչ խմբականակներով պատվիրենք, ունենանք պահպանման զգալի քիչ ծախսեր, այսինքն չեն կարիք չի լինի մեծ պահեստների, կորուստները քիչ կլինեն, բայց անընդհատ պատվիրելու ծախսեր կլինեն, մատակարարները զեղչեր չեն տրամադրի։ Այստեղ այդ բոլոր երեք էլեմենտների համադրությունը դա պաշարների պահպանման հետ կապված, պաշարների կառավարման հետ կապված ծախսերն են եւ կառավարիչների, ֆինանսական պատասխանատուների խնդիրը այդ ծախսերի մինիմալացումն է։ Ինչ խմբականակներով պատվիրել, ինչ խմբականակներով արտադրել նույնիսկ կարող են քննարկել, որպեսզի այդ ծախսերը լինեն մինիմալ։ Ինչպես է լուծում պաշարների կառավարման խնդիրը։ Պաշարների կառավարման խնդիրը նախ եւ առաջ պետքա իրականացնել մի քանի գործողություններով։ Դա պարբերաբար պաշարների ստուգումն է, պաշարների մակարդակների ինչքան է բավարար է ձեզ, բավարար չի։ Պետքա հետևեք դանդաղաշարժ պաշարների մնացորդներին, տեսնեք ինչ խնդիրներ կա, եթե օրինակ որոշ պաշարներ կան երկար ժամկետ չեն վաճառվում, այդտեղ ամենայն հավանականությամբ կարող է խնդիր լինել, օրինակ դրանք կարող է փչացած լինեն, դրանք կարող է արդեն գոյություն չունենալ, օրինակ գողացել են կամ մկները ենթադրենք կերել են, շատ բան կարա, պատճառ կարա հանդիսանա, բայց այն որ պաշարը չի վաճառվել, դա ինքնին կամ չի օգտագործվել, դա ինքնին դեռևս փաստ չի, որ խնդիր է, դա ընդհանրապես ազդակ է, որովհետև օրինակ, եթե դուք վաճառում եք ռարիցետ կամ թանկարժեք ոսկերչական իրեր, բնականաբար դրանք ամենօրյա վաճառքի ենթակա ապրանքներ չեն եւ նորմալ է, որ դրանք դանդաղ են շարժվում։ Կան մաթեմատիկական մոդելներ, որոնք որ թույլ են տալիս հաշվարկել, թե ինչ պարբերականությամբ պատվիրել պաշարները, դա մեր ուսումնասիրող առարկայաշրջանում կոչվում է պատվերի օպտիմալ քանակի մոդել, POC-ն, ինքը այստեղ բանաձև ունի, ինքը ուրիշ որոշակի թերություններ ունի, դա ենթադրում է, որ պաշարները վաճառվում են կամ սպառվում են հավասարաչափ, իրականում մենք հասկանում ենք, որ ոչ մի պաշար տարվա ընթացքում հավասարաչափ չի սպառվում, որովհետև կա սեզոնայնություն, ցանկացած
խանութ դա հասկանում է, որ նոր տարուն ավելի շատ է ծախվում, հետո նոր տարուց հետո որոշակի անկում կա վաճառքների մեջ, ցանկացած բիզնես, գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը ինքը եւս սեզոնային է, ցանկացած ծառայություն կամ ապրանք ունի որոշակի սեզոնային տատանուն, բայց այս մոդելը որոշակի մաթեմատիկական մոդել է, որը թույլ է տալիս հաշվարկել պատվերի այն օպտիմալ քանակը, որով մենք նվազեցնենք մեր պաշարների կառավարման ծախսը, դա պատվերի օպտիմալ քանակի բանաձևն է։ Այստեղ մի քանի էլեմենտ կա, դա պաշարների պատվիրման ծախսն է, ինքը որոշվում է ձեր պատվիրման ծախսը բազապատկելով քանակի վրա, պաշարի պահպանման ծախսն է, եւս որոշակի մաթեմատիկական հաշվարկների միջոցով հնարավոր է ստանալ հաշվարկել, եւ իհարկե պետք է անպայման հաշվի առնեք մատակարարների կողմից տրամադրվող զեղչերը, ապրանքի ամբողջ գինը։ Մի բանի մասին չխոսացի, որը որ դժվար է հաշվարկել, դա պաշարների դեֆիցիտն է, օրինակ եթե դուք սխալ հաշվարկեք, թե երբ պետքա պատվիրեք կամ ձեր պատվերը ուշանա, դա եւս մի ծախս կա, դա պաշարի դեֆիցիտի ծախսն է, որ հաճախորդը ձեզանից ուզում է ինչ-որ բան առնի, բայց դուք չունեք դա, այդ ծախսը մի քիչ ավելի դժվար է հաշվարկել, բայց ինքը երևի ամենակարևորագույն ծախսերից մեկն է, որ պետք է հաշվի առնել, որտեղ ինքը կարա բերի հաճախորդների կորուստ, ինքը կարա բերի իմիջի անկում, ես օրինակ ասեմ, Amazon-ում եթե ապրանք վաճառողներ կան, նրանք շատ լավ գիտեն, որ եթե դուք ինչ-որ ապրանք եք վաճառում ու հանգարց ապրանքը արդեն չունեք, գնորդը ուզում է ձեր edge-ից պատվիրի այդ ապրանքը եւ դուք չունեք այդ ապրանքը, բայց իր ցուցադրությունը դեռ շարունակում եք, ձեզ Amazon-ը խիստ պատժամիջոցների կենթարկի, ինքնուք միջև ձեր հաշիվը, ձեր account-ը փակելը, պատկերացնում եք, չէ՞, այդ ծախսը հաշվել չի լինի։ Այժմ խոսենք շրջանառու կապիտալի, շրջանառու միջոցների երկրորդ կարևոր էլեմենտի կառավարման մասին, դեբիտորական պարտքերի կառավարման, նրանց խնդիրների եւ նրանց խնդիրների լուծման մասին։ Դեբիտորական պարտքերը ինչի համար ընդհանրապես առաջանում։ Օրինակ, մենք հասկանում ենք, չէ՞, որ դեբիտորական պարտքը դա հնարավորություն է, օրինակ, եթե փողը լիներ, մենք կարող ենք մեր, չգիտեմ, օվերդրաֆտը ծածկենք, մեր վարկերը ծածկենք, դա որոշակի բաց թողնած օգուտ է տոկոսային, բայց մենք միևնույն է գնում ենք այդ քայլի եւ ունենում ենք դեբիտորական պարտքեր։ Ինչի համար է դա առաջանում, որովհետեւ ցանկացած բիզնես, նույնիսկ ամենախոշոր բիզնես, ինչ որ մի պահի իր մարքեթինգային քաղաքականության մեջ մտցնում է ապառիկ վաճառքի էլեմենտ, պարտքով ծախելու էլեմենտ, որպեսզի ապահովի շուկայի առաջխաղացում։ Դա անհրաժեշտ է, չկա բիզնես, որը ապառիկ վաճառք չի անում։ Կարող է ձեզ թվա, որ օրինակ այս մեկը չի անում, բայց մեկը ինչ որ մի գնորդի համար նա պատրաստ կլինի նույնիսկ ապառիկ վաճառք իրականացնել։ Ինչ խնդիրներ են առաջանում դեբիտորական պարտքերի հետ։ Դեբիտորական պարտքերը, երբ որ ինչ որ ժամանակ չեք հավաքագրում, կարող են ուղղակի կորել։ Գնորդը սնանք ճանաչվի կամ ֆինանսական միջոցներ չունենա եւ դուք զլանա կամ այդքան գլուխ չդնեք այդ գումարները հավաքագրելու եւ այդ ավելի գերադասեք այդ գումարը համարեք կորած, մոռանաք, հրաժարվեք այդ գումարից։ Դեբիտորական պարտքերը ունեն կորուստներ, 1 վատ պարտքեր են դրանք կոչվում։ Դեբիտորական պարտքերը ինքնին իրանց արկայություն նշանակում է այս պահին դեռևս չհավաքագրված կանխիկ միջոց, որը որ լիներ կարելի է ծածկել օվերդրաֆտը եւ հետեւաբար տոկոսային ծախսն իրենց մեջ ներառում։ Երրորդ ծախսը, երբ որ դուք ունեք դեբիտորական պարտքեր, կամա թե ակամա ձեզ անհրաժեշտ կլինեն ադմինիստրատիվ որոշակի ռեսուրսներ, ինչ որ բաժին, ինչ որ աշխատող, թեկուզ եթե դուք անձամբ եք զբաղվում ձեր աշխատաժամանակից որոշ մի բան, որ հետևեք դեբիտորական պարտքերին, զանգեք գնորդներին, պահանջեք ձեր գումարները, հաշվառում որոշակի վարեք եւ ասիկ դրանք ադմինիստրատիվ ծախսերն են։ Դեբիտորական պարտքերի կառավարման հետ կապված հիմնական ծախսերը սրանք են. կորուստների ծախսեր, ֆինանսավորման ծախսեր եւ ադմինիստրատիվ ծախսեր։ Ինչ խնդիրներ կա, որոնք ֆինանսիստները պետք է կարողանան լուծել, որոնք բիզնեսի տերերը կարան ֆինանսիստներից պահանջել, որ նրանք այդ խնդիրները այդ տեսանկյունից քննարկեն, այսինքն ձեր ապառիկ վաճառքի քաղաքականությունը մեղմացնել կամ ուժեղացնել, եթե ավելի խստացնեք ձեր ապառիկի քաղաքականությունը, ձեր ծախսերը բնականաբար կկրճատվեն, բայց տեղի կունենա բնականաբար որոշակի վաճառքների հասույթի անկում, ապառիկ վաճառքի քաղաքականության մեղմացումը իհարկե ենթադրում է, որ
կաճեն դեբիտորական պարտքերը եւ կաճի հասույթը, բայց դեբիտորական պարտքերի աճի հետ մենք հասկացանք, որ աճում են նաեւ դեբիտորական պարտքերի կառավարման ծախսերը։ Այստեղ ինչն է կարևոր անպայման հաշվի առնել, դեբիտորական պարտքերի կառավարման ծախսերը պետք է հաշվել ոչ թե վաճառքի հետ կապված փոփոխության հետ համեմատել, որովհետեւ վաճառքն ինքնին ցուցանիշ է, որը շահույթ չի։ Դեբիտորական պարտքերի քաղաքականության փոփոխության հետ կապված ծախսերը պետք է համեմատել լրացուցիչ վաճառքի կամ նվազած վաճառքի հետ կապված շահույթը, այսինքն երբ որ դուք ենթադրենք մեղմացրել եք ձեր ապառիկի քաղաքականությունը եւ 100 հատ հեռուստացույցի փոխարեն վաճառում եք 110 հատ հեռուստացույց, դուք պետք է ոչ թե համատեք այդ լրացուցիչ 10 հատ հեռուստացույցի վաճառքի գինը, այդ լրացուցիչ 10 հատ վաճառքից ստացած շահույթը։ Ընդ որում դուք պետք է հաշվի առնեք, որ ձեր ապառիկի քաղաքականության փոփոխությունը կարող է ընդամենը 10 հատի փոփոխության բերի, բայց ինքը ազդելու է ամբողջ 110 հատի վաճառքների քաղաքականության վրա եւ մարդիկ, որոնք նախկինում օրինակ զեղչ չէին ստանում, կարող հիմա կստանան եւ հակառակը։ Եվս մի կարևոր փաստ պետք է հաշվի առնել, օրինակ այդ բիզնեսը շատ ժամանակ հաշվի չի առնում, սովորաբար ապառիկի վաճառքի քաղաքականության մեղմացումը շատ կտրուկ աճացնում է դեբիտորական պարտքերի, հատկապես անհուսալի այդ վատ պարտքերի հետ կապված ծախսերը։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ եթե ձեր նոր գնորդները ձեր մոտ եկել են զուտ նրա համար, որ դուք իրանցից փող ուզում եք ոչ թե մի ամսում, այլ ասում եք 4 ամիս հետո կտաք, նրանք ամենայն հավանականությամբ ֆինանսական խնդիրներ ունեն, դրանք այդքան էլ վճարունակ հաճախորդներ կարող է չլինեն եւ կարող է որոշակի այդ հավաքագրման տոկոսը աճի։ Ինչպես դեբիտորական պարտքերի կապված խնդիրների հետ։ Ինչպես են կարելի լուծել այդ խնդիրները, գործիքներ կան, դա ֆակտորինգն է, դա ցեսիան է, խոշոր դեբիտորական պարտքերի սովորական մեխանիզմներ կան, զանգել ժամանակին պարտքը ուզել, կանխավճարով վաճառել ապրանքը, եթե զգում եք, որ հաճախորդը այդքան էլ հուսալի չի, սա լուծումներն է։ Կարևոր մի բան դա պարբերաբար պետք է նայեք ձեր ապառիկ վաճառքի քաղաքականությունը, որ դուք ունեք, հա, տալ այսքան օրով այս կարգի հաճախորդներ, պետք է որոշակի սիստեմա ունենաք, թե ում ինչ ժամկետներով եք տալիս եւ պարբերաբար անպայման վերանայեք ձեր համակարգը, տեսնեք գործում է, թե չի գործում, որպեսզի խուսափեք դեբիտորական պարտքերի աճից։ Դեբիտորական պարտքերի կառավարման հետ կապված եւս մի երկու նրբություն ասեմ, այստեղ խոսացինք ֆակտորինգի մասին, ֆակտորինգը լինում է ռեգրեսով եւ առանց ռեգրես, այդտեղ պետք է շատ ուշադիր խնդիրները լուծելուց հաշվի առնեք, այդ ֆակտորինգը ռեգրեսով է թե ոչ ռեգրեսով է, ոչ ռեգրեսովը դա ըստ էության պարտքի վաճառքա կամ պարտքի կոպիտ ասած ապահովագրություն, միջակայք ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու ժամանակ էլ եթե նաև դրանով եք զբաղվում, դա էլ պետք է իմանաք, պետք է տարանջատեք, որ ոչ ռեգրեսով պարտքի վաճառքը դա ըստ էության պարտքի ապաճանաչում է գումարի հավաքագրում, իսկ ռեգրեսով ֆակտորինգը դա դեբիտորական պարտքերի գրավով վարկն է, եւ եւս մի խնդիր դեբիտորական պարտքերի ապառիկ վաճառքի հետ կապված, դա առաջանում է, երբ որ դուք իրականացնում եք միջազգային առևտուր, այսինքն ձեր ապրանքները վաճառում եք դուրս, այդտեղ խնդիրները եւս մի քայլ ավելանում են նրանով, որ դուք ձեռք եք բերում նաեւ լրացուցիչ արտարժութային ռիսկ, օրինակ դուք վաճառել եք $100 ապրանքը, երբ որ դոլարի փոխարժեքը, ասենք $1 համար 397 դրամ էր եւ դուք նախատեսում եք, որ 39700 դրամ փող պետք է ստանաք, բայց ստանալու ժամանակ փոխարժեքը ընկնում է եւ դուք ավելի պակաս եք ստանում, դա արտարժութային ռիսկն է եւ եւս նույն այդ հավաքագրման հետ կապված ռիսկը, եթե քննարկեցինք, որ այդ վատ պարտքերը հավաքագրելու հետ կապված խնդիրներ կան, ծախսեր կան, արտասահմանում վատ պարտքերը հավաքելու հետ կապված ծախսերը մի քիչ կշատանան, որտեղ լրացուցիչ արտասահմանյան իրավաբանների կարիք կլինի, հեռավորության, գնալ գալու, տրանսպորտային ծախսեր, օրենսդրության իմացության, այդ մի ծախսը եւս կավելանա, երբ որ դուք ապառիկ վաճառք եք իրականացնում ձեր երկրի սահմաններից դուրս։ Այժմ անցնենք շրջանառու կապիտալի երրորդ կարևոր էլեմենտին, դա կրեդիտորական պարտքերն են, նրա կառավարման հետ կապված հիմնախնդիրներին եւ
նրբություններին։ Կրեդիտորական պարտքերի տարբերություն դեբիտորական պարտքերի անհուսալի չեն լինում, որտեղ անհուսալի գրեթե մատակար երբեք չի հրաժարվում իր պարտքերից։ Կրեդիտորական պարտքերի կառավարման հիմնական խնդիրը ինչու՞մ է։ Մենք կրեդիտորական պարտքերը փորձում ենք երկարաձգել, որպեսզի գումարը ուշ տանք, որ այն ծախսը օրինակ որ ունենք դեբիտորական պարտքերի չեզոքանա կրեդիտորականը չվճարելով, այսինքն մենք ինչքան ուշ վճարենք, այդքան ավելի երկար ժամանակ կարող ենք օգտագործել մատակարարի տված ապրանքի դիմաց ստացած գումարը, ինչ խնդիր այդտեղ կա։ Կրեդիտորական պարտքը միշտ բիզնեսը փորձում է ուշ տա, ձգի, որպեսզի այդ գումարը երկար ավելի օգտագործի։ Եվ ամենակարևոր խնդիրներից մեկը դա մատակարարներին չնեղացնելն է, որտեղ եթե դուք երկար գումարը պահեք, ժամանակին չտաք, կարող են ձեզ ապրանք չմատակարարել։ Իսկ ապրանքի չմատակարարելը մի քիչ առաջ ինչպես քննարկեցինք պաշարների կառավարման ժամանակ կարող է բերի պաշարների դեֆիցիտի, որը կարող է ընդհանուր բիզնեսի փակվելու խնդիր հանդիսանա։ Դրա համար կրեդիտորական պարտքերի կառավարման հիմնախնդիրը կայանում է նրանում, որ մաքսիմալ երկարաձգել նրանց մարման ժամկետը, այնպես որ դրանք շարունակեն մատակարարներ իրականացնել, չնեղացնել մատակարարներին։ Այստեղ թաքնված ծախս կա, որը շատ բիզնեսներ չեն հաշվում, չգիտեն դրա մասին։ Օրինակ թվային բերեմ, պատկերացրեք ձեզ մատակարարը ապրանքը վաճառում է, դուք ասում եք ինձ 6 ամիս ժամանակ է պետք է սա ապրանքի պարտքը մարելու համար, գումարը $1000 է, ինքը ասում է եթե մի ամսում տաս, ես քեզ 10% զեղչ կտամ, այսինքն 900։ Նու սաղին թվում է, որ դա 10% է, իրականում դա տենց չի, որովհետև ըստ էության այդ ապրանքի իրական գինը ոչ թե 1000 է, այլ $900 է, որովհետև մարդը ասում է մի ամսում տուր, ես $900 կտամ, այսինքն ինքը պատրաստ է այդ գումարով վաճառել ապրանքը, հետևաբար այս գործարքի մեջ կա երկու էլեմենտ, ապրանքի վաճառք $900-ով, մեկ ամսվա վճարելու պայմանով եւ թաքնված վարկ 5 ամսով, այդ 6-ից հանած մի ամիսը, որի համար մատակարարը ձեզանից ուզում է $100 տոկոս։ Եվ դրա տոկոսը հաշվելու համար պետքա $100 բաժանել 900-ի եւ դա կլինի 5 ամսվա տոկոս։ Պարզ հաշվարկների միջոցով մենք ստանանք, որ այդ կրեդիտավորումը մեր վրա կնստի տարեկան 26-ից 27%-ի շրջանակներում եւ այստեղ դուք պետքա կողմնորոշեք, եթե դուք ունեք ավելի էժան օվերդրաֆտ, ձեռնտու ավելցնել օվերդրաֆտը, օգտվել զեղչից։ Իրականում ապրանքի գինը պետքա հաշվեք 900-ը, դուք պետքա բիզնեսի որոշում կայացնելուց հասկանաք, որ ձեր ապրանքը արժի $900, այն մնացած $100-ը դա 5 ամսվա վարկավորման համար մատակարարի կողմից պահանջվող տոկոսն է։ Կրեդիտորական պարտքերի հետ կապված արտարժութային ռիսկը դեբիտորական պարտքերի նման կախված է արտարժույթի փոխարժեքի փոփոխության հետ եւ օրինակ եթե նույն $100-նոց ապրանքը, որ դուք ձեռք եք բերել, երբ որ $1 արժի 397 դրամ, այժմ եթե դոլարի փոխարժեքը բարձրանա, դուք ավելի շատ պետքա վճարեք, եթե ուշ վճարեք, դրա համար պետքա հաշվի առնեք նաև կրեդիտորական պարտքերի կառավարման ժամանակ արտարժութային ռիսկերը, եթե գործում եք արտերկրյա մատակարարների հետ։ Այս խնդիրը ինչպես դեբիտորական, այնպես կրեդիտորական պարտքերի հետ մենք ուսումնասիրենք ավելի ուշ կան գործիքներ, դա հեջավորման գործիքներն են, դա ֆյուչերսներ են, օպցիոններն են, տարբեր գործիքներ կան, որոնք խոշոր բիզնեսը կարող է օգտագործել։ Փոքրի համար այդ գործիքները ավելի դժվար կիրառելի են, բայց կան նաև ավելի պարզ գործիքներ, որոնց միջոցով կարելի է կառավարել արտարժութային ռիսկերը։ Վերջում իհարկե կմնա դրամական միջոցները, շրջանառու կապիտալի կառավարման արդյունքում մնում են ազատ դրամական միջոցներ, ես դրանց մասին որպես շրջանառու կապիտալի էլեմենտներ չէի նշում, բայց շրջանառու կապիտալի եւս մի մաս հանդիսանում են դրամական միջոցները, ուղղակի այն 3 էլեմենտները, որոնք մենք քննարկեցինք, դրանց կառավարումը նպաստում է դրամական միջոցների ազատ մնալուն եւ այստեղ եւս խնդիր է մնում, թե դրամական միջոց ինչքան պահել, երբ մարել, եթե դուք ունեք ազատ դրամական միջոցներ։ Ազատ դրամական միջոցների շատ կամ քիչ ունենալը եւս խնդիր է եւ այստեղ երկու ծայրահեղություն կա, երկու երևույթ կա, դա գերկապիտալացումն եւ գերաճը։ Գերկապիտալացումը այդ երևույթն է, որ բիզնեսը վճարունակության համար շատ անհանգստանալով միշտ ազատ դրամական միջոցները շատ է պահում, դեբիտորներին
շատ չի պահում, պաշարները շատ չի պահում, կրեդիտորներին փորձում է շուտ մարի եւ ազատ միջոցներ ունենա, այդտեղ խնդիրը կայանում է նրան, որ դուք ըստ էության գումար եք կորցնում, այդ գումարը կարող եք օրինակ ներդնել կարճաժամկետ պետական պարտատոմսերում, ավանդներում կարճաժամկետ, կարայիք օվերդրաֆտը ձեր տանեիք մարեիք եւ դուք շատ ազատ դրամական միջոց ունենալով, բարձր պահելով ձեր իրացելության մակարդակը ունեք ըստ էության որոշակի բաց թողնված եկամուտներ, իսկ ոնց մենք գիտենք բիզնեսի կառավարիչների, ֆինանսական կառավարիչների հիմնական խնդիրը դա ինչն է, դա ընկերության ունեցվածքի, բաժնետերի ունեցվածքի հարստության մաքսիմալացումն է, հենց որ երկկապիտալացումը այդքան էլ լավ երևույթ չի, եւ հաջորդ հակառակ ծայրահեղությունը դա գերաճն է, երբ որ ընկերությունը իր հաջողություններով տարված նոր ներդրումներ է կատարում, մեծացնում է, օրինակ պատկերացրեք, թե խանութ եք բացել, լավ ստացվել է ձեր գործը, մի հատ ուրիշտեղ երկրորդն եք բացում, երրորդն եք բացում, դառնում եք սուպերմարկետների ցանց։ Իհարկե դա շատ լավ է, բայց դրա համար որոշակի նախնական ներդրումներ են պետք է, ինչ-որ արտադրությամբ եք զբաղվում, ձեր գնորդները շատանում են, ապահովելու համար դուք պետք է որոշակի պաշարների քանակ շատացնեք, որոշակի դեբիտորական պարտքերի մակարդակ բարձրանա եւ այդտեղ բիզնեսը կարող է շնչահեղձ լինել, գումար չունենալ, իրացվելիության խնդրի առաջ կանի, չկարողանա ժամանակին պարտքերը փակի, դա կոչվում է գերաճ։ Գերաճը մի երևույթ է, շատ նման է շախմատային իրավիճակին, երբ որ խաղացողներից մեկը իր հաջողությամբ եւ իր առավելությամբ տարված մատային իրավիճակ ապավելու փոխարեն պատասխանում, որը ոչ ոքի է, եւ դրա համար ձեզ էլ որպես բիզնեսի կառավարիչ պետք է իմանաք, որ երբ որ դուք հաջողության ալիքի վրա եք, պետք է զգուշ լինեք, որովհետեւ կարող է շահույթ ունենաք, բայց վճարունակության խնդրի պատճառով կանգնեք սնանկության խնդրի առաջ։ Դրա համար կանխիկի կառավարման խնդիրը եւս հանդիսանում է շրջանառու կապիտալի կառավարման հիմնական հարցերից մեկը։ Դա կառավարման համար եւս երկու մոդել կա, մեկը Բայմոլի մոդելն է, շատ նման է պաշարների կառավարման այդ պատվերի օպտիմալ քանակի կառավարման մոդելին, եւ Միլլեր-Ռորի մոդելը, մաթեմատիկական մոդելը, որը հաշվարկների վիճակագրական տվյալների հիման վրա է կառուցված։ Այս ամենի մասին իհարկե մենք խոսենք մեր դասերի ժամանակ, կարող եք դիմել մեզ առանձին հարցերով, խնդիրների լուծման շրջանակներում, եւ եթե ձեզ հետաքրքրեց այս ամենը, գրանցվեք մեր դասընթացներին, հետևեք մեզ սոցիալական ցանցերում, զանգահարեք լինելու համար տեղեկացված։ Այսքանը, հաջողություն։